հայտարարել է, որ Բախմուտում իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունում հայտարարել են, որ ռուսական կամավորական կորպուս կազմակերպության ղեկավարներից մեկը մարտի 2-ին Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկության կազմակերպիչն է։ Չնայած համացանցում արված հայտարարություններից, թե չեն կռվում քաղաքացիական անձանց դեմ եւ չեն սպանում անձն մարդկանց, ահաբեկիչները սպանել են 2 խաղաղ բնակչի, 2-ին վիրավորել, այդ թվում երեխայի։ Նաեւ զբաղվել են կողոպուտով, նշել է անվտանգության դաշնային ծառայությունը։ Բացի այդ, հատուկ ծառայություններում ընդգծել են, որ հացագործները թալանել են տեղի բնակիչներին, այնուհետև փակել են նրանց տներից մեկում ականապատել եւ պայթեցրել քաղաքացիական կենսապահովման օբյեկտները։ Չինաստանը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքների աճի ֆոնին այս տարի ռազմական ծախսերը կավելացնի 7%-ով։ Պեկինի ռազմական բյուջեն 225 միլիարդ դոլար է կազմում, սակայն այն դեռ 4 անգամ ավելի փոքր է Ամերիկայի ռազմական բյուջեից։ Չինաստանի վարչապետի պաշտոնը լքող Լի Կեցյանը ազգային ժողովրդական կոնգրեսի նիստում հայտարարել է, որ Չինաստանին ճնշելու արտաքին ջանքերը մեծանում են, հետևաբար երկրի զինված ուժերը պետք է ավելացնեն ռազմական ներուժը։ Նիստին նաև հայտարարվել է, որ Չինաստանն այս տարի տնտեսական աճի ավելի քիչ նպատակակետ կսահմանի, ընդամենը 5%։ Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկել են նավից արձակվող Բրահմոս գերձայնային հրթիռը։ Նշվում է, որ այդ հրթիռի ինքնանշանարման գլխիկը եւ արագացուցիչը մշակվել են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության կողմից։ Brahmos Aerospace Private ընկերությունը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է, որն արտադրում է գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից եւ ցամաքային հարթակներից։ Խոշոր հրդեհ է բռնկվել Բանգլադեշում Ռոհինջա փախստականների ճամբարում։ Բանգլադեշի իշխանությունները ուսումնասիրում են հրդեհի բռնկման պատճառները, որն առանց ապաստանի է թողել 12000 մարդում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն հրդեհի հետևանքով քանդվել է 2000 ապաստարան։ Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյոք հրդեհը դիվերսիոն գործողության հետևանք է, թե ոչ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մեկ մարդ ձերբակալվել է։